Ինչպես լսեցիք, Նարեկ Կարապետյանը շուտով Նարեկ Կարապետյանը միայն նշեց անդրադառնալով այն հարցին, թե ում են սատարելու Էջմիածնի ընտրություններին, որը կայանալու է նոյեմբերի 16-ին, նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են այս իշխանություններին, օրվա իշխանություններին, վայելում են իրենց աջակցությունը։ Նշեմ, որ այս ուխտագնացությունը կազմակերպվել էր հաջակցություն եկեղեցու վերջին շրջանում իշխանությունների կողմից հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումների, սրբազանների կալանավորումների։ Ես հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանը գործարար հենց եկեղեցուն աջակցություն հայտնելու հետ կապված էր հարցազրույց տվել կարճ Մայրաթոռի բակում, նշելով, որ եթե քաղաքական ուժերը դաշտում գործող չկարողանան պայքարել եւ պաշտպանել եկեղեցին, իրենք իրենց ձևով են մասնակցություն ունենալու։ Այդ արտահայտությունից հետո Սամվել Կարապետյանը կալանավորվել է եւ շարունակում է մնալ կալանավորված եւ կրել կալանքը ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Ռոպեական բաները կանցնեն, կարևորը ընտանիքներում խաղաղություն լինի ու մեր ընտանիքներում նոր բալիկներ ծաղկեն, մեր ընտանիքները ծաղկեն։ Իսկ այս խնդիրները մանր խնդիրներ են, ավելի մանր են, սրանք կլուծվեն։ Ժամանակ ամեն սերունդ ունի իր ժամանակը պայքարելու իր հավատի համար։ Մեր սերունդին էլ էսա բաժին ընկել, պետքա պայքարենք, բայց ամենակարևորը մեր ընտանիքներում լինի խաղաղություն ու հաջողությունը մեր ազգի հետ լինի։ Շնորհակալ եմ։ Ուխտի կատար։ Ամեն, ամեն։